ես մշտապես այստեղ ոտքով անցնում եմ, գնում եմ, գալիս եմ, բայց որևիցե ոստիկան այսպես որ ծառայություն անցկացնում չեմ տեսել։ Այս խմբավորված ոստիկաններ չեմ տեսել, որովհետև ակնհայտ խմբով մասնակցում եք այստեղ ինչ-որ գործընթացի, բայց չեմ հասկանում, ինչի այն էլ զինված եք։ Երկում հանցագործությունը ինչ եք անում։ Վստահ է։ Ումից եք ակա։ Այս ինչ-որ մեկը ահազանգ ունեք որ խախտել է։ Չէ, չունեք։ Բայց ուղղակի եկել եք, իսկ ով ձեզ այստեղ մնացած հարցերը լրատվական ձեզ կպատասխան։ Պատասխան չուներ, ուղղակի մոտեցավ էլի։ Տեսություն։ Տիկին Պոստանջան, ձեր կարծիքով ինչով է պայմանավորված ոստիկանական այսպիսի ուժեղացված ծառայությունը։ Նոր փորձում ենք ճշտել, պարզապես մեզ որևիցե պատասխան չտրամադրեցին։ Գուցե որ քաղաքացիները հավաքվել են կառավարական ամառանոցների մոտ ի պաշտպանություն։ Ներեցեք մենք ես մասնավորապես եկել եմ այստեղ, ոչ թե կառավարական այս նստավայրի, այսինքն կեցավայրի մոտ եմ եկել, այլ եկել եմ Եվրոմիության դեսպանատան մոտ իմ բողոքը եւ պահանջը հայտնել, այսինքն այստեղ նույն վայրում են գտնվում։ Դա եւ չգիտեմ ինչու այսքան շատ եկել։ Տեսեք, այս ընթացքում Աննա Հակոբյանը սկսել է ինչ-որ շարք ընդդեմ բռնության եւ նաեւ հրավիրում է ընդդիմադիր ֆրակցիաների ղեկավարներին, որպեսզի օրենքի նախագիծ մշակեն ընտանեկան բռնության հետ կապված։ Դուք ինչ եք կարծում, Արեգնաս Մանուկյանի դեպքը տեղավորվում է արդյոք Աննա Հակոբյանի այսպես ասած արդարության վերականգնման կոնտեքստում։ Իմ կարծիքով, ես չգիտեմ նա ինչով է զբաղվում, իմ կարծիքով, եթե քո խնամքին որպես հարս գտնվում են քո կեսուրը եւ կեսրայրը եւ քո խնամքին է գտնվում քո երեխաները եւ դու այդ խնամքը չես կարողանում կատարել, այսինքն այդ խնամքի պարտականությունները դու չես կարողանում կատարել եւ չես կարողանում կատարել, որովհետեւ գտնվում ես կալանավայրում, սա ուղղակի բռնություն է ընտանիքում, ընտանիքի անդամների նկատմամբ, ես այլ կերպ չեմ կարող սա բացատրել։ Բռնությունը ոչ միայն ֆիզիկական է, բռնությունը նաեւ հոգեբանական է։ Եվ այստեղ մենք խոսում ենք հոգեբանական գլոբալ հարցի մասին, որը առկա է ընտանիքում։ Այդ դատարանը, որը որոշում էր կայացրել կալանավորել Արեգնաս Մանուկյանին, այդ դատարանը հաշվի չէր առել իր հետ ապրող տարեց մարդկանց վերաբերյալ այդ հանգամանքը, որ այդ տարեց մարդիկ, ովքեր որ ապրում են նույն բնակարանում Արեգնաս Մանուկյանի հետ, նրա կեսուրն ու կեսրարը, այդ մարդիկ նրա խնամքի կարիք ունեն, այդ տարեց մարդիկ ինքնուրույն չեն կարող գնալ խանութ, գալ, ճաշ պատրաստել, դեղերը ժամանակին ուշադիր լինել, որ խմեն եւ այլն։ Երեխան ինքնուրույն 13 այսօր պետք է դառնա 13 տարեկան։ Այդ նույն աղջնակը կարիք ունի մայրական խնամքի եւ այստեղ որևիցե մեկը դա չի կարող փոխարինել։ Ինչպես կարող է դա անել մայրը կամ հարսը։ Հետևաբար պետությունը, պետական իշխանությունը եւ այս դեպքում նաեւ Աննա Հակոբյանը ինչ կարող։ Նույնիսկ այս դեպքում օրենքը հնարավորություն է ընձեռում չընտրել կալանավորում խափաման միջոց, որը պետք է իրականացվեր, այսինքն ապօրինք իրականատարողական հիմնարկում։ Օրենքները այսօր բավական ընդունված են, կարգավորում են այս հարաբերությունները, բայց օրենքները չեն կիրառվում։ Այսինքն այստեղ խնդիրը ոչ միայն նրա մեջ է, որ օրենքի պակաս կա, օրենքը չկա, որ դա է խոչընդոտ է, այլ պակասը այն է, որ այդ օրենքը կիրառողը չկա։ Այդ օրենքը կիրառվում է ընտրովի, այդ օրենքը կիրառվում է օրինակ, երբ քաղաքական անդորներից հնչում են, որ այս մարդուն կարող են կալանավորել եւ կալանավորում են։